Պետական հավաքում այսօր հյուրընկալվել էր Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը։ Նա ողջունել է հավաքի մասնակիցներին, պատասխանել է նրանց հարցերին և անձամբ մասնակցել մի շարք միջոցառումների։ Ուկրաինական հանրաճանաչ երգը ուկրաինահայ Անին իր հունաստանցի երկու ընկերուհիներին սովորեցրել է մեկ օրում։ Բազե համահայկական երիտասարդական հավաքի երկրորդ օրը արդեն հասցրել են ընկերանալ, փոխարինել հեռախոսահամարներն ու սոցիալական կայքերի հասցեները։ Բաժանումից հետո, ասում են, իրենց մտերմությունը պահպանելու են։ Հավաքին առաջին անգամ չեն մասնակցում։ Աղջիկների կարծիքով հավաքը նպաստում է տարբեր երկրներում բնակվող հայերի մերձեցմանը։ Շատ են կարևորում ենք ընկերություն ու մեզ մոտ ամեն ինչ էստեղ միասնաբար եւ ընկերովի ենք անում։ Ամեն ինչ շատ լավ է կազմակերպված, կարևորը երիտասարդները շփվում են, դա ամենակարևորն է, այսինքն ծրագիրը կայացած է։ Այսօր Անիի ու Նինայի հյուրն է Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը։ Նախարարը ուրախությամբ է հյուրընկալվում բազեականներին։ Իր այցելությունը կարմիրների, կապույտների ու նարնջագույների ճամբար օրինաչափություն է համարում։ Ուժի հետ մեկտեղ էլ կարևորում է գիտելիքն ու երիտասարդական հնարամտությունը։ Ասել է, թե Հայաստանը մի կենտրոն է, որ պետք է աստիճանաբար հզորանա, աստիճանաբար ընդլայնվի և դառնա մի այնպիսի ներուժ, որ առաջ կտանի մեր աշխարհը և մենք երբևիցե կվերականգնենք մեր հզոր Հայաստան, հզոր լեռնաշխարհ այդ խորհրդանիշը։ Նախարարին ուղղված երիտասարդների հարցերը տարաբնույթ են։ Առաջարկել ենք, որպեսզի բուհերում անցկացվեին նախնական զինվորական պատրաստվածության դասընթացներ մեր երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին էլ ավելի ամրապնդելու նպատակով, որտեղ եւ կմասնակցեին նաեւ աղջիկները։ Ես որպես պաշտպանության նախարար կցված եմ մեր մայր բուհին եւ ժամանակ առ ժամանակ այնտեղ իրականացող միջոցառումներին անձամբ ես եմ մասնակցում։ Թանկագին հյուրի հետ հանդիպումը շարունակվում է ավելի անմիջական մթնոլորտում։ Մտքերի փոխանակման արդյունքում այս հոբելյանական 10-րդ հավաքից երիտասարդները ոչ միայն լավ ընկերներ ձեռք կբերեն, այլև հետաքրքիր գաղափարներ կտանեն։